Պետրոս առաքյալի ընդհանրական երկրորդ թուղթը 1 Ուղերձ և ողջույն Սիմոն Պետրոսը, ծառան և առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ, որ մեզ հետ հասաք նույն պատվական հավատին, մեր Աստծու և Փրկչի Հիսուս Քրիստոսի արդարությամբ, շնորհ ձեզ և թող շատանա խաղաղությունը Աստծու և մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտությամբ։ Աստծու կոչը և ընտրությունը արդար էր, նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը, ճանաչեցնելով մեզ նրան, ով կանչեց մեզ իր փառքին և առաքինությանը, դրանցով մեծամեծ և թանկագին խոստումներ պարգևվեցին մեզ, որպեսզի հաղորդակից լինենք աստվածային բնությանը և հեռու մնանք այս աշխարհի ցանկություններից և ապականություններից, և այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով, ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ գիտություն, գիտությամբ ժուժկալություն, ժուժկալությամբ համբերատարություն, համբերատարությամբ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ սեր։ Երբ դուք այս շնորհներն ունենաք և սրանցով հարստանաք, սրանք ձեզ դատարկ և անպտուղ չեն թողնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ձեր ունեցած գիտության մեջ, իսկ նա, ում մեջ այս բաները չկան, կույր է կամ կարճատես և մոռացության տված իր նախկին հանցանքներից մաքրված լինելը։ Ուստի եղբայրներ, առավել ջանացեք, որպեսզի բարի գործերով ձեր կոչումը և ընտրությունը հաստատ պահեք։ Այս բանն անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնի, քանի որ այսպիսով լայնորեն մուտք պիտի շնորհվի ձեզ դեպի մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Ահա թե ինչու պատրաստ եմ միշտ հիշեցնելու ձեզ այս բաները, առավել ևս գիտակներին և այդ ճշմարտությանը վերահասու եղածներին ու նրանում հաստատվածներին, քանի որ իրավունք եմ համարում, քանի դեռ այս մարմնի մեջ եմ, արթուն պահել ձեզ հիշեցումներով։ Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինձ հայտնեց, և շտապում եմ միշտ ձեզ հորդորել, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ վերհիշեք այս բաները, Քրիստոսի փառքի ականատեսներ, ոչ թե հնարովի առասպելների հետևից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը, քանի որ նա Հայր Աստծուց ստացավ փառք և պատիվ, երբ մեծավայելուչ փառքից եկավ այս ձայնը, թե «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը»։ Եվ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լեռան վրա։ Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անցաք, լավ կանեք, իբրև ճրագ, որ լույս է տալիս մութ տեղում, մինչև որ լուսանա օրը և արուսյակը ծագի ձեր սրտերում։ Բայց նախ այս բանն իմացեք, որ գրքերի ամեն մի մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, քանի որ մարգարեությունը ոչ թե ըստ մարդկանց կամքի տրվեց երբևէ,
այլ Սուրբ Հոգուց մղված է, որ խոսեցին Աստծու սուրբ մարդիկ։